Բարի երեկո, ավարտվում է 2013 թվականը, որ չափազանց հարուստ էր ներքին եւ արտաքին, հատկապես արտաքին քաղաքական զարգացումներով։ Այս շարքից թերևս պիտի առանձնացնել Հայաստանի Հանրապետության որոշումը Մաքսային միությանը անդամակցելու մասին, Եվրամիության հետ շուրջ 3.5 տարի բանակցելուց հետո, եւ իհարկե տարեվերջին նաեւ հայ-ռուսական խիստ վիճելի գազային համաձայնագրեր։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ։ Բարի երեկո, պարոն Զաքարյան։ Չեմ ուզում նորից սկսել այն հարցից, թե ինչպես ստացվեց, որ 3.5 տարի բանակցելուց հետո մենք որոշում կայացրեցինք եւ հայտարարեցինք Մաքսային միությանը միանալու մասին, այս սրան շատ ենք անդրադարձել, պատասխաններն էլ գիտենք, որ ձեր քաղաքական թիմի համար դա ընդունելի է։ Շատ շատերի համար անընդունելի է բացարձակապես, մի մասն էլ հավանաբար կարծում է, որ լավ չի, անընդունելի է, բայց այլ երկ չկար, հիմնականում սրա տակ հասկացվում է անվտանգության խնդիրը եւ առաջին հերթին Ղարաբաղի անվտանգության խնդիրը, բայց այս ամբողջ պատմությունից հետո, հատկապես Մոսկվայում կայացած վերջին նիստից հետո, ինչ կասեք հենց այս մասով անվտանգության, Ղարաբաղի եւ ուղիղ ռազմական եւ խաղաղ կարգավորման ճանապարհի ընթացքի անվտանգության մասին է խոսքը։ Նախ պարոն Կիրակոսյան, ասեմ, որ ոչ թե շատ-շատերի համար անընդունելի, ընդհակառակը հարցումները ցույց են տալիս, որ շատ-շատերի համար ընդունելի, որոշ մասի համար, նաև ակտիվ մասի համար։ Հարցումները, որովհետև կառավարության որևէ հարցում առանձնապես չի ասի։ Չի որ ասենք թողնենք բոլոր հարցումները եւ նաեւ մեր շփումներն են դա այդպես ցույց տալիս, դեռ մի երկար ժամանակ մեր պետության համար, մեր երկրի մեր հասարակության համար անփոխարինելի են լինելու հայ-ռուսական հարաբերությունները, անփոխարինելի են լինելու բոլոր այն խնդիրները, որոնք որ հիմք եւ պատճառ են հանդիսանում, շարժառիթ են հանդիսանում մեր քաղաքական որոշումների համար եւ դրանք բերում կապում են ուղիղ, ոչ թե անուղղակի ձևով, այլ ուղղակիորեն բերում կապում են երկրի անվտանգության, պարենային, էներգետիկ, տնտեսական, ռազմաքաղաքական անվտանգության խնդիրներով եւ բնականաբար անկախ նրանից 3.5 տարի ենք բանակցել, թե մեր մյուս գործընկեր պետությունների դեպքում օրինակ եղել են մինչև 6-7 տարի բանակցողներ, թե ինչքան ենք բանակցել, դա չի խնդիրը։ Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր պահին միջոցներ են ծախսվել, ջանք է ծախսվել, ռեսուրսներ են ծախսվել, ժամանակ է ծախսվել, մի խոսքով այդքան բան է ծախսվել, բայց վերջում ռեսուրսները այսպես թե այնպես նրա համար է, որ ծախսվել։ Կարևորը որ արդյունավետ որոշումներ կայացվեն եւ կայացվել է արդյունավետ եւ արդարացված որոշում եւ առաջիկա քաղաքական զարգացումները դրան կգան։ Չէ, որտեղ ելակետային է։ Ծախսում ենք, որ այսինքն Եվրամիության հետ ռեսուրս ենք ծախսում, որպեսզի Մաքսային միությանը միանանք, դա է արդյունավետությունը։ Մենք ծախսելու, որպեսզի միանանք Մաքսային միությանը։ Հետագայում միանանք Եվրասիական տնտեսական միությանը, կարողանանք Եվրասիական տնտեսական միասնական տարածքում մեր դերակատարությունը մասնակցել։ Զուգահեռաբար ռեսուրսները շարունակելու ենք ծախսել, որպեսզի Եվրոմիության հետ մեր երկխոսությունը, մեր համագործակցությունը ավելի ընդլայնենք եւ խորացնենք։ Այսինքն քաղաքական գործընթացների համար բնականաբար եւ ժամանակը եւ մարդկային ջանքերը եւ ներդրումը եւ ֆինանսական դրանք ռեսուրսներ են։ Այսինքն սա այսպես թե այնպես չի կարելի ասել ռեսուրս ենք ծախսել, ուրեմն պարտավորված։ Ասացին որ ժամանակին կողմնորոշվեի, քիչ ծախսենք այդ ռեսուրսները։ Ժամանակին կողմնորոշվելը հետեւյալն է, որ գոյություն են իրավիճակներ, որոնք արագ մեր կողքից փոփոխության են ենթարկվում կամ նոր ի հայտ եկած իրավիճակներ։ Հետեւաբար, եթե որևէ մեկը կարողանար մտածել, որ 2009 թվականին կարողանար կանխատեսել, որ 2011-12 թվականին համար խիստ էական եւ տեսանելի է լինելու Եվրասիական տնտեսական միության գաղափարը եւ դրանում Հայաստանը հրավիրվելու է մասնակցելու այդ գաղափարին, այդ դեպքում ես ձեր հետ համաձայն կլինեի 2009 թվականին մենք ի սկզբանե կորոշեինք, որ ճանապարհով գնալ, բայց դա չի նշանակում Եվրոմիության հետ համագործակցությունը մեր համար նվազ կարևորություն է։ Վերադառնանք ձեր հարցին, Մաքսային միությանը։ 2000, այսինքն 2 օր առաջ դեկտեմբերի 24-ին Մոսկվայում բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում հաստատվեց 4 պետությունների ղեկավարների մասնակցությամբ եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետության Մաքսային միության անդամակցելու եւ նաեւ հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամակցելու գործողությունների միջոցառումների ծրագիրը, որը պես պայմանականորեն ընդունված է ասել ճանապարհային քարտեզ 262 միջոցառում, որը ենթադրում է, որ մինչեւ այսինքն 6 ամիսների ընթացքում ընդհանրապես մինչև 2014 թվականի մայիսի 1-ը եւ Հայաստանը եւ նաեւ մյուս մեր գործընկեր երկրները, 3 երկրները, գումարած նաեւ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պարտավոր ենք համատեղ ջանքերով իրականացնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության արդեն պատրաստվածությունը համապատասխան միջազգային պայմանագրերին միանալու, օրենսդրական համապատասխան դաշտն ապահովելու, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները տեղայնացնելու եւ նաեւ Մաքսային միության անդամակցելու համար անհրաժեշտ իրավական, քաղաքական եւ նաեւ տնտեսական բիզնես միջավայրը համապատասխանելու ապրանքների ստանդարտիզացիայի, ֆիտոսանիտարիա եւ այլն հետ կապված խնդիրներն ապահովելու։ Այսինքն մեր համար արդեն հստակ է գործողությունները հաջորդականները, որոնք հստակ է գործողությունները։ Ռուսաստանի առաջին փոխվարչապետն հայտարարեց, որ մոտավորապես կես տարի կպահանջվի, որպեսզի Հայաստանի բոլոր ինստիտուտները համապատասխան տեսքի բերվեն, որոնք համապատասխանեն Մաքսային միությանը, եւ Հայաստանն էլ հայտարարել է, որ կաշխատի շատ ջանքեր ներդնել, որպեսզի այդ ժամանակահատվածում, դեռ ավելի քիչ ժամանակահատվածում այդ ամբողջ աշխատանքը արվի։ Բայց իմ հարցը վերաբերում է Ղարաբաղին։ Այս ճանապարհային քարտեզով եւ Հայաստանի անդամակցությամբ Ղարաբաղի հետ ինչ է տեղի ունենում։ Ղարաբաղի հետ ոչինչ տեղի չի ունենալու եւ Ղարաբաղը եւս իր հնարավոր մասնակցություն ունենալու է տնտեսական առումով այս գործընթացների։ Եվ հենց քաղաքական որոշման Բելարուսի նախագահների հայտարարությունները, այդ ճանապարհային քարտեզը, որ դուք նշեցիք, նրանց այդ հատուկ կարծիքը ոչ մի բանի մասին չեն խոսում, հատուկ կարծիք չունենք, մտահոգություն չունի, հատուկ կարծիք չունենք, բոլոր մտահոգությունները ի սկզբանե փարատվել են մինչև Հայաստանի Հանրապետության Մաքսային միության անդամակցելու մասին արված հայտարարություն, այսինքն մինչև սեպտեմբերի 3-ը բոլոր մտավախությունները գոյություն ունեցող փարատվել են։ Մնացած արդեն իրավաքաղաքական գործընթաց է, որը տեղի ունենում։ Փաստացի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, ոչ թե տնտեսական բարձրագույն խորհուրդը չի ստացել որևէ առարկություն, որևէ առաջարկ, իսկ ժամանակացույցը միջոցառումներ, այսինքն ճանապարհային քարտեզը քննարկելուց բազմաթիվ առաջարկներ եղել են, այդ թվում նաև Ղազախստանի կողմից է եղել, որ հայտարարեց, թե հատուկ կարծիքով ենք մենք ստորագրում, հատուկ կարծիքը չկա հիմա։ Հատուկ կարծիքը չկա, իսկ ինչ վերաբերվում է առաջարկներին, որոնք որ ստացել են նաև Ղազախստանի կողմից, այսինքն որևէ առաջարկ որը որ Ղարաբաղի խնդրի հետ կապված որոշակի առնչություն կարող է ունենալ, չի եղել։ Չէ, առաջարկի մասին չի։ Խնդիրը կոնկրետ բարձրաձայնեցին, թե Հայաստանի Ղարաբաղի առումով մտահոգություններ մենք չունենք։ Ինչպես չունենք։ Սահմանը որտեղից է անցնելու Մաքսային միության։ Հայաստանի Ղարաբաղի որտեղից է անցնելու այդ Մաքսային միության սահմանը։ Մաքսային միությունը միասնական տարածք է եւ Ղարաբաղը ընդգրկված է այդ միասնական տարածքում։ Հայաստանի հետ միասին։ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հայաստանի հետ միասին։ Հաստատ գիտեք, այդ դեպքում Մաքսային միության անդամ երկրների նախագահները չգիտեն, որ ընդգրկված է նման հարցեր են բարձրացնում եւ ասում են, որ գիտեն, դրա մասին գիտեն եւ առևտրի համաշխարհային կազմակերպությունը, երբ որ Հայաստանը անդամակցում է առևտրի համաշխարհային կազմակերպությանը, դրա մասին գիտեն եւ Եվրոմիությունը, երբ որ մենք ձեր ասած 3.5 տարի բանակցում ենք, այսինքն այստեղ արհեստականորեն անընդհատ բարձրացնել այդ հարցը։ Ղազախստանի նախագահը ինչ է ուզում։ Անհրաժեշտություն չկա։ Ղազախստանի նախագահը ընդամենը հայտարարում էր Հարավային Կովկասում տեղի ունեցող իրավիճակի մասին, որ այնուամենայնիվ այդ խնդիրները կան, բայց այդ խնդիրները Մաքսային միության տնտեսական խնդիրների լուծման շրջանակում չէ, որ պետք է լուծում ստանան։ Դրա համար գոյություն ունի Մինսկի խումբ, որը շատ ակտիվ եւ շատ պատասխանատու կերպով զբաղվում է։ Հասկանալի է, Մինսկի խումբը ակտիվ կերպով զբաղվում է։ Ես ուզում եմ հասկանալ։ Ես պատասխանեցի Ղարաբաղի առումով մտահոգություն գոյություն չունի։ Այդ խնդիրը քաղաքական հարթության վրա ունի իր լուծումը, տնտեսական հարթության վրա Ղարաբաղը եւս իր մասնակցություն ունենալու է Մաքսային միության շրջանակներում գործընթացներին։ Շատ լավ կլինի, որ այդպես լինի եւ որևէ խնդիր չլինի։ Մնացածը տեխնիկական խնդիրներ են, դետալներ են։ Հիմա չէ, ինչպես տեխնիկական։ Տեսեք, պատկերացնենք առաջարկներ չասեմ, որովհետեւ եկեք պատկերացնենք, հա։ Մաքսային միություն է ձևավորվում, միասնական տնտեսական տարածք եւ այլն եւ այլն։ Դրա անդամ չի Ադրբեջանը։ Դրա անդամ է դառնալու Հայաստանի Հանրապետությունը։ Այդ Մաքսային միության անդամ երկրների նախագահներն ասում են մենք հատուկ կարծիքով, որովհետեւ այստեղ Ադրբեջան կա եւ պետք է հստակեցնել, թե սահմանը որտեղ է լինելու։ Իսկ եթե սահմանը լինելու Աստված մի արածց է, հա, Աստված որ ձեր ունեցած տեղեկությունները հստակ են եւ որևէ կասկածանք չկա։ Բայց Աստված մի արածց է, եթե Հայաստանի սահմանին մաքսակետ է տրվելու այդ դեպքում փաստաթղթեր են լրացվելու, երկիրը գրվելու, չէ։ Կներեք, դուք ինչ եք կարծում, եթե նման խնդիրներ իրականում լինեին, մենք կգնայինք Մաքսային միությանը միանալու որոշման կայացմանը։ Իհարկե չենք։ Առողջ տրամաբանությամբ պիտի որոշվի։ Բնականաբար։ Եվ դրա համար էլ ասվում է, որ մեր կենսական նշանակություն ունեցող խնդիրներն են մեզ տարել դրան։
Եվ նման խնդիր չկար նաև Եվրոմիության հետ խնդիրներում, բանակցությունների ընթացքում։ Հետևաբար նաև մնացածը տեխնիկական արդեն խնդիրներ են, ինչ կարգով կմասնակցի։ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսային սահման չի լինելու։ Մաքսային սահման հստակորեն կարող ենք արձանագրել, որ չի լինելու։ Լավ, այդ պարագայում ես չեմ միջոցառումների ծրագիրը եւ ճանապարհային քարտեզը նման բան չի նախատեսում։ Նման բան չի նախատեսում։ Լավ, բա ինչից է ստացվել այնպես, որ այդ նույն ծեր մատնանշած համաժողովի ժամանակ երկրները, որոնք այդ կառույցի անդամ են, իրենց ապագա գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնում են մեկ այլ պետության շահերի մասին, որ այդ կառույցի անդամ էլ չի։ Այսինքն ասում են, քանի որ Ադրբեջանի հետ խնդիր կա նաև Ղարաբաղի հետ կապված, մենք որոշակի վերապահումներ ունենք։ Առաջին անգամ չի, որ Ղազախստանը միջազգային տարբեր ձևաչափերում քվեարկում է Ադրբեջանի օգտին։ Եղել է նաև դեպքեր, որ Ղազախստանը մեր, այսպես ասած, շահերը արտահայտող քվեարկություն կամ գործողություններ կամ հայտարարություն, այսինքն տարբեր գործընթացները միմյանց հետ պայմանավորվել է տվյալ պարագայում, ես չեմ կարծում, որ դա էական է։ Խնդիրն այն է, փաստն այն է, որ նաև Ղազախստանը, նաև Բելոռուսը ունենալով Հայաստանի մասնակցության հետ կապված փաստաթղթերի եւ միջոցառումների ամբողջ ծրագիրը իրենց առաջարկներն են ներկայացրել, նաև իրենց պատրաստակամությունը ներկայացնել այդ գործընթացներում համագործակցելու եւ այլն հետ կապված։ Եվ այստեղ ես չեմ կարծում, որ կարող է լինել խնդիրներ, որոնք ինչ որ մի պահի Հայաստանին կխոչընդոտեն եւ կկասեցնեն Հայաստանի անդամակցության գործընթացը մաքսային միության։ Այսպես այլ ձևակերպեմ, այն որ մաքսային միության անդամ երկրների նախագահները ուղղակիորեն հանդես են գալիս Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ աչքի ընկնող հայտարարություններով, սա ուղղակի կամ անուղղակի չի նշանակվում, որ Ադրբեջանի դիվանագիտությունը, Ադրբեջանի ազդեցությունը նույն այդ մեր գործընկերների վրա ավելի զորեղ է, քան մեր դիվանագիտությունը եւ ազդեցությունը։ Ձեր կարծիքով Եվրոմիության անդամ երկրները չէին, որոշ երկրներ չէին, այսպես ակտիվորեն պաշտպանում Ադրբեջանի շահերը որոշ դեպքերում։ Գիտեք, ընդհանուր առմամբ ոչ, Ադրբեջանի դիվանագիտությունը ավելի ազդեցիկ չէ։ Ուղղակի Ադրբեջանից ակնկալվող խնդիրները ավելի այսօր էական են, նկատում եմ էներգետիկ խնդիրներ, նաև ստրատեգիական նշանակություն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր քաղաքականությունը կառուցենք այն հիմքերի վրա, որ Ադրբեջանը որոշ առումով այսօրվա պայմաններում ունի ավելի, այսպես ասած, պահանջված ռեսուրսներ, քան Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունն իր դիվանագիտության եւ իր մնացած բոլոր ռեսուրսների իրականացման միջոցով իր աշխարհագրական դիրքի, իր հարաբերությունների, իր ռազմավարական գործընկերության եւ նաեւ իր պաշտպանունակության խնդիրները զարգացնելու եւ նաեւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայուն գործունեության երաշխիքները տրամադրելու առումով բնականաբար իր այսպես անհրաժեշտություն։ Եթե այդպես չլիներ, բնականաբար Հայաստանի դերը արևելյան գործընկերության ծրագրում չէր կարևորվի, Եվրոմիությունը խիստ շահագրգռված չէր լինի Հայաստանի հետ իր հարաբերությունները ամեն գնով պահպանելու համար, նույն կերպ հայ-ռուսական համագործակցության առումով Ռուսաստանի շահագրգռվածությունը էական չէր լինի, Հայաստանը այսպես արտոնյալ պայմաններ չէր ստանա։ Ռուսաստանի շահագրգռվածությունը մեզ էական ինչ է տվել, բացի այս հայ-ռուսական վիճելի գազայի պայմանագրերից։ Էժան գազ Էժան չի մեր կազմում։ Որոշակի ապրանքների համար տնտեսական ավելի բարենպաստ պայմաններ, անվտանգության երաշխիքներ, անխափան համագործակցության տեսքով եւ այլն եւ այլն։ Նախ գազը էժան չի, այդպես չի որ էժան է, գրեթե եվրոպական երկրների հավասար գազ է։ Հիմա ռուսական Գազպրոմը հայ-ռուս գազարդին այլևս եվրոպական որ երկրի հետ ներողություն։ Մեր գազը մեզ մատակարարվող գազը ռուսական գազի մասն է խոսքը։ Տարածաշրջանում համարվում է ամենաէժան գազը եւ դա տվաբանական բանի արդյունք։ Միտքս չավարտեց սահմանի վրա։ Այն թե երկու ռուսական կազմակերպություններ իրար քանիսով են տալիս առնում այդ գազը, ինձ սպառողից շատ քիչ է հետաքրքրում, ինձ հետաքրքրում է վերջնական գինը։ Իսկ վերջնական գինը տնտեսագիտական հաշվարկներով, մասնագետների հաշվարկներով գալիս է մոտավորապես $391։ Հիմա դուք ասեք, թե եվրոպական երկրներում գները ինչքան են եւ մեր տարբերությունը այդ եվրոպական երկրներից ինչքան է, չմոռանաք գումարել նաև գազի կալորիականության հարցը։ Իմես որ առանձնապես էժան չի, բայց դրա մասին չի խոսքը։ Դուք համարում եք, որ այդ պայմանագրերը հայ-ռուսական գազային վավերացված են, թե վավերացված չեն։ Վավերացված են իհարկե։ Դու ազգային ժողովը կանոնակարգին համապատասխան իր գործառույթներն իրականացնել է, քվեարկել է համաձայնագրի օգտին եւ վավերացրել է։ Հստակ է, չէ՞ որ
Պարզ մեխանիկական հաշվարկի պարագայում ազգային ժողովի մեծամասնությունը քվեարկել է 3 համաձայնագրերի օգտին։ Պարզ մեխանիկական հաշվարկի համաձայնագրերն էին քվեարկության դրված, այլ նաև արտահերթ նստաշրջանի օրակարգում գտնվող մյուս բոլոր հարցերը։ Գիտեք, պարզ մեխանիկական հաշվարկի դեպքում ինձ համար առանձնապես պարզ չէր, թե ինչ տեղի ունեցավ արդյունքում դրանք վավերացվեցին, թե չվավերացվեցին։ Ես հակված եմ կարծել, որ չեն վավերացվել։ Ինչու, որովհետև նախ այդ մեխանիկական հաշվարկի ժամանակ հնարավոր չեղավ միանգամից հստակ հաշվել, ասել այսքան։ Ասին 77, հետո նորից վերահաշվեցին, ասին չէ, վայ 77 չէր, 72 էր։ Եվ հետո ով հաշվեց, ով արձանագրեց, ում հայտնեց, ինչպես վավերացվեցին, այդ ամեն ինչը կանոնակարգ օրենքով նախատեսված չի։ Կանոնակարգ օրենքով նախատեսված է, հանձնաժողովը հաշվել է եւ հանձնաժողովի հրապարակած թիվը, հանձնաժողովի նախագահի հրապարակած թիվը, որը առաջին հրապարակումը որոշակի սխալներ պարունակել, որտեղ կրկնահաշվարկ է գնացել։ Եվ երկրորդ հրապարակված թիվը, այսինքն 72 կողմ դեմ ձեռնպահ, բնականաբար կար, բայց քվեարկությանը չեն մասնակցել, հետեւաբար նաև դեմ ձեռնպահ չի արձանագրվել դահլիճում տեղի ունեցած քվեարկության պահին, հետեւաբար դա հիմք է տալիս ազգային ժողովին հայտարարել քվեարկությունը կայացած եւ համաձայնագիրը վավերացնել։ Ինչն է հիմք տալիս։ Ազգային ժողովի նիստին ներկա падգամավորների քվեարկությունը ձեռքով, որը կանոնակարգում նախատեսված է։ Ձեռքով քվեարկությունը ով է արձանագրում, ինչպես է արձանագրում եւ ինչպես է ներկայացնում ազգային անդամները, 3 անդամները, որոնք տվյալ պահին ներկա են եղել։ Կանոնակարգ օրենքն ասում է հանձնաժողովի անդամները, թե հանձնաժողովը։ Հանձնաժողովը։ Հիմա եթե հանձնաժողովը, բայց կանոնակարգ օրենքը չի ասում, որ 4 հոգի պետք է առնվազն հաշվեն, ոչ դա լինի այդպես։ Եվ բացի դրանից կանոնակարգ օրենքը չի էլ պարտադրում, որ հանձնաժողովը տվյալ պահին կայացնի արձանագրություն պատրաստի կամ որոշում կայացնի կամ նիստ անի։ Էլեկտրոնային քվեարկության խափանման պարագայում հանձնաժողովը կատարել է ձայների հաշվարկ։ Հանձնաժողովը։ Այո։ Հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից։ Այդ 7 անդամից 7 անդամներ գտնվել են դահլիճում։ Եթե 4-ը դահլիճից դուրս են եկել եւ գնացել են, ինչ պետք է տեղի ունենալ ձեզ։ Այսինքն այդ պահին հանձնաժողով գոյություն չի ունեցել։ Եթե հանձնաժողովի անդամների կեսից շատը հանձնաժողովը այս պահին էլ գոյություն ունի։ Հանձնաժողովը միշտ էլ գոյություն ունի, բայց հանձնաժողովի անդամները կարող են հանձնաժողովը նիստ չի հրավիրել, որ ասենք նիստը իրավազորող է, նիստը իրավազոր չի։ Այդ 3 անդամները հանձնաժողովի հաշվել են, ստացել են 77, հետո հաշվել են, ստացել են 72։ Հանձնաժողովի 3 անդամները։ Եթե հանկարծ հանձնաժողովի մնացած 4 անդամները պնդեն, որ ոչ, մենք էլ հաշվել ենք, ստացվել է 62։ Դուք ո՞նց եք վավերացնում։ Դե պնդում են, որ չի արձանագրվել։ Որտեղից են հաշվել։ Չի իրանք չեն պնդում, որ 62-ը տեղի ունեցել քվեարկել։ Ասում են, որ հանձնաժողով չի եղել, որովհետև հանձնաժողովի անդամների կեսից շատը այդտեղ չեն եղել։ Որոշակի ողջամտության սահման գոյություն ունի։ Հիմա եթե պետքա դահլիճից դուրս լինելով պնդեն, որ 72 չի եղել, 62 եղել, թող պնդեն։ Գոյությունի ողջամտության սահման, այսինքն դահլիճում ներկա տվյալ պահին քվեարկությանը մասնակից падգամավորների ձայներն են։ Ես խոսում եմ օրենսդիր մարմնի մասին, խոսում եմ օրենսդիր մարմնի ներկայացուցիչի հետ, այստեղ հստակ օրենքներ կան, հստակ կանոնակարգ օրենք կա։ Եվ ասում եք հանձնաժողովն է 7 հոգուց է։ Մի ողջամտության սահման բան, դրանք ասենք Կարոս Գրիգորյevի խոսքով մի քիչ լիրիկական տաշտ։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենք, որով պարտավորենք առաջնորդվել բոլորս։ Այդ թվում նաև մեր ընդդիմադիր գործընկերները։ Մեկնաբանություններ այդ օրենքի։ Դա Պես կարելի է իրականացնել սիրողական մակարդակով, բայց դրա պրոֆեսորալ մեկնաբանությունները շատ հստակ պետք է տրվեն։ Ասենք ես օրենսդիր չեմ, շարքային քաղաքացի եմ եւ լսում եմ, որ հանձնաժողովը բաղկացած է 7 հոգուց, բայց 4-ը դեմ են այդ կայացված որոշմանը, հա։ Հանձնաժողովի կատարած աշխատանքին ասում են, որ օրինական չի, վավերական չի, որովհետև հանձնաժողովը բաղկացած է 7 հոգուց եւ այդ որոշումը կայացել են 3-ը։ Իսկ մյուս 4-ին չեն ասում։ Մյուս 4-ն ասում են, որ 72 մարդը ձեռքները չեն բարձրացել, ասում են, որ քվեարկությունը օրինական չի։ Ինչ է նշանակում օրինական չի։ Որովհետև օրինական համաձայնագրերը վավերացվելու համար պետք է լիներ հանձնաժողով, հանձնաժողովը պիտի
հաշվեր, արձանագրեր եւ այդ արձանագրությունը որովհետեւ գրված չի որ հանձնաժողովը պետք է ազգային ժողովի կանոնակարգն ասում է հանձնաժողովի նախագահ Սուկայ Սավետիսյանը հաշվի նախագահային ասի 77-ից չէ ներողություն սպասի մի հատ հաշվի 78 որոշում ազգային որի ով է կայացնում որոշում ազգային ժողովը որոշում կայացնում է ինչ հիմքի վրա հետո ազգային ժողովը կայացնում է որոշում ինչի հիմքի քվեարկության արդյունքների հիման վրա քվեարկության արդյունքները հաշվել են հանձնաժողովի անդամներ հիմա 3 հոգով են հաշվել 1 հոգով թե 17 հոգով դա խնդիր չի հանձնաժողովը նիստ չի հրավիրել հանձնաժողովը նիստ չի հրավիրել որ ասեն նիստ իրավազոր չի որովհետև մեծամասնությունը չի մասնակցում 4 հոգի են կարող է մարդը պայմանավորված ասուլիսի պետք է գնալ դա չի նշանակում որ 77 լիներ միայն հանձնաժողովի նախագահ հաշվեր հետո ճշգրտեր հանձնաժողովի ազգային ժողովի նախագահին բանավոր կարգով ասեր թե թիվը այսքան է ուրեմն հանցած պիտի լինի ինձ թվում է որ համապատասխան իրավասու ացիաները մարմինները շատ հստակ կարող են մեկնաբանել ազգային ժողովի կանոնակարգ օրենք ինքան պարզ ու հստակ է գրած որ այստեղ այսպես տարբեր հարցերը բոլոր դեպքերում որևէ կառույցում մեծամասնությունը չի որոշում բայց հանձնաժողովը նիստ չի հրավիրել որ որոշում կա հանձնաժողովը այսօր նիստ է հրավիրել եւ հանձնաժողովի նախագահն ընտրել հանձնաժողովի նախագահ որ ընտրել են որ ինչ անի այդ նախագահը որտեղ Փետրվարյան երբ որ գարնանելու է հին նախագահը վերջացրել է գարնանային նստաշրջանը երբ որ սկսվի նոր հանձնաժողով պետք է ձևավորվի յուրաքանչյուր նստաշրջանից առաջին նիստում ձևավորվում է հաշվի հանձնաժողովը ժամանակավոր հանձնաժողով հիմա արձակուրդների համար հանձնաժողով են ընտրել որ ինչ անի բացի արձակուրդների համար նախագահ ընտրելուց այդ հանձնաժողովը նաև արձանագրել է հանձնաժողովը անդամների կեսից ավելիով արձանագրել որ տեղի ունեցած քվեարկությունը օրինական չի հանձնաժողովն է արձանագրել նաև որ նախորդ նստաշրջանի կամ նախորդ քարորյա լիստերի, չգիտեմ, պայմանական որևէ օրենքի քվեարկություն թող արձանագրեն, բայց իրավասությունը ո՞րն է, իրավազորությունը ո՞րն է։ Դուք էլ կարող եք ասենք ձեր կուսակցության գրասենյակում խորհրդի անդամներով հավաքվել, քվեարկել, ձեռով հաշվել, որոշումը կայացնել ազգային ժողովում։ Նստաշրջանն ավարտվել է, հետեւաբար հանձնաժողովը մշտական հանձնաժողով չի, ժամանակավոր հանձնաժողով է։ Իր գործունեությունը մեխանիկորեն ավարտել է։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը ինքան պարզ ու հստակ է դրա մասին ասում, որ այստեղ, չգիտեմ, բացատրությունների կամ վիճաբանությունների նույնիսկ անհրաժեշտություն չկա։ Իմ գործընկերներն են հիմա կարող է այդպես են ճիշտ գտել իրենց 4 անդամները կանոնակարգն ենք Եթե չլիներ մեր համար որպես ընդհանուր գործունեություն հանգիստ կընթանար դե քաղաքական պայքարը ամեն ինչ հնարավոր է հիմա ես բան չունեմ ասելու նրանք էլ փորձում են մեր քաղաքական ընդդիմախոսները հարգանքով են վերաբերում յուրաքանչյուրի տեսակետին փորձում են պայքարի բոլոր ձևերը քարտերը այսպես ասած վերցնելով չգիտեմ խոչընդոտելով եւ այլն Հետեւաբար, բայց դա չի նշանակում ազգային ժողովի գործունեությունը պետք է կաթվածահար լինի կամ կանգնի կամ հենց դրա համար էլ կանոնակարգը օրենքը նախատեսվում որ եթե այս համակարգը չի այդ տրամաբանության տանում է որ եթե նույնիսկ ազգային ժողովում քվորում չկա ոչ չի նշանակում որ ազգային ժողովը չպետք է աշխատի քանի հոգի են 50 հոգի են քվեարկեն կոնստիտուցիոնալ ասում որոշումների կայացումը քվորումի արկայության պայմաններ հետո ինչ է մնացել այդ տանք նույն կանոնակարգ օրենքը ձեր հարցին պատասխանում այսինքն պրակտիկորեն գրեթե գոյություն չունի հարց որը կանոնակարգ օրենքում ներառված չլինի, որովհետև այդ նույն ինքը ազգային ժողովը իր գործունեությունը անդադար մոդեռնիզացրել է հիմքում ունենալով հաշվիչ հանձնաժողովի անդամները կեսից ավելին որոշում են դիմել հրավիրեք հաշվիչ հանձնաժողովին թող ներկայացնեն թե ինչպես են հիմա հարցեր սոցիալական ցանցից Մինչև հարցերին անդրադառնալը ես դիմեմ սոցիալական ցանցի օգտատերերին, ովքեր ակտիվորեն հարցեր են հղում, կարելի է այստեղ տալ ցանկացած հարց, ցանկացած սրության հարց, պարզապես որևէ անձի, որևէ կուսակցության նկատմամբ ունեցած վերաբերմունքը կարող ազատ է արտահայտել ձեր կամեցած ձևով, բայց ոչ իմ միջոցով, այնպես որ եթե կան բառեր, որոնք կարող են վիրավորական լինել կամ այդպիսին ընկալվել, ես դրանք աշխատում եմ դուրս բերել։ Միքայել Պետրոսյան, կառավարության համար Հայաստանի Հանրապետության օրենքները նշանակություն չունեն, նա ձեռնարկության անհասկանալի պարտքը օրենքի խախտումով փակում է պետության ունեցվածքով։ Հնարավոր է, որ ապագայում հողով փակի ինչ-որ պարտքեր։ Ինչ կարող ենք անել այս դեպքում։ Պայքարել, որպեսզի նման բան չլինի։ Կառավարությունը ոչ թե փակում է պարտքը տվյալ պարագայում գոյություն ունեցող
փողով կամ չգիտեմ ինչով, որ վաղն էլ ասում եք հողով փակել, կառավարությունը տվյալ պարագայում նույն համակարգի ներսում, այսինքն Հայրուզգազարդի ներսում գոյություն ունեցած իր մասնաբաժինը փոխանցում է առուվաճառքի տեսքով Գազպրոմ ընկերությանը պարտքի դիմաց, միաժամանակ դրա դիմաց ստանալով երաշխիքներ։ Երաշխիք իր պետության, իր քաղաքացու համադրամի դիմաց ստանալով որոշակի հստակ ձևակերպումներ, որոնք նույն համաձայնագրով ապահովել են Հայաստանի Հանրապետության էներգետիկ կայուն մատակարարումը։ Մենք ունենք 5 րոպե եւ շատ հարցեր եկեք։ Գրիգոր Հովհաննիսյան, հարց. հնարավոր է մի օր էլ իշխանությունները ազգային ժողովին ներկայացնի մի համաձայնագիր, որով Հայաստանի իշխանությունները մաքսային միություն մտնելու ռուսական կողմին բավարարելու, ինչպես նաեւ Ղազախստանի ադրբեջանամետ բարքերը պաշտպանելու համար Արցախ հանձնեն Ադրբեջանին։ Ոչ։ Վաղաշակ Պողոսյան, ասացեք խնդրեմ, արդյունաբերության, միգուցե տնտեսության, որ տեսակն է համարվում Հայաստանի պետական անկախության համար ամենահիմնարարը եւ հեռանկարայինը։ Հարցի ենթատեքստում ես պիտի ենթադրաբար ասեմ, հա, նկատի առնվում այն, որ մեր էներգետիկ ամբողջ անվտանգությունը սովորաբար ժամանակակից աշխարհում տնտեսական անկախություն հասկացություն ըստ էության գոյություն չունի եւ Եվրոմիության անդամ երկրներն էլ միմյանցից տնտեսապես խիստ կախված են, այսինքն ժամանակակից տնտեսական համակարգը ազատ տնտեսվարումը եւ հարաբերությունները տնտեսական սովորաբար կախվածություն են առաջացնում բոլոր տնտեսվարող սուբյեկտները, հետեւաբար նաեւ պետությունների շահերի փոխկապակցվածություն են առաջացնում։ Տվյալ պարագայում բնականաբար մեր համար սեփական տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, սեփական տնտեսական ռեսուրսները արդյունավետ կիրառելու, արդյունավետ օգտագործելու եւ շուկաներ ունենալու խնդիրը մեր տնտեսության սպառման համար բնականաբար շատ էական է։ Հենց ամբողջ քաղաքական պայքարի արտաքին նաև քաղաքական պայքարի մի զգալի մաս հենց բաժին են գնում տնտեսական հարաբերություններին։ Հետևաբար մեր համար փակ սահմաններ խոչընդոտ է։ Հետևաբար մեզ համար տնտեսական շուկաներում մեր ապրանքների մրցունակությունը բնականաբար խնդիր է։ Հետևաբար ինվեստիցիաներ դրսից բնականաբար բարդ խնդիր է, որ մենք պետք է իրականացնենք։ Մեր տնտեսության համար պրոբլեմներն ավելի շատ են, քան արտաքին քաղաքականության մյուս ոլորտների համար։ Այս քննարկվող ոլորտում մենք 30 տարի մենք մեզ զրկում ենք որևէ օրենք, որևէ փոփոխություն անելու հնարավորությունից, սա չի սահմանափակ։ Իմիջայլոց այդ մոտեցումը եւս մեր քաղաքական ընդդիմախոսները այսպես չափազանցնում են կամ տանում են բոլորովին այլ դաշտ մեկնաբանությունների, որևէ բանով Հայաստանին չի զրկում։ Absol ժամանակ չունենք, ես ուզում եմ հարցերն ընթերցեմ։ Վովա Հակոբյան, հարց, այն որ ասում եք եւ ուրա, եւ ասելով ես հասկանում եմ, որ պիտի Վիլնյուսում ասոցիացիան համաձայնագիրը նախաստորագրենք եւ նաեւ մաքսային միություն պայմանագիրը։ Հիմա այստեղ ինչն եմ սխալ հասկացել։ Մենակ չասեք, որ եւ ասելով նկատի եք ունեցել, որ Եվրոպայի հետ հարաբերությունները չեն խզում, էդել է ու վերջ։ Շատ ճիշտ է հասկացել, Եվը մենք շարունակում ենք այդ Եվը եւ Եվրոմիության հետ այսօր էլ Եվրոմիության կողմից էլ արդեն կա համապատասխան մոդել, որ շարունակենք բանակցությունների ասոցիացիան համաձայնագիր այլ դրույթներ ունենալու եւ նաեւ Հայաստանի եւ Եվրոմիության մեջ հարաբերությունները առաջ տանելու, զարգացնելու համար նոր ծրագրեր, նոր մոդելներ, նոր մոտեցումներ եւ նաեւ մյուս Եվը բնականաբար այն է, ինչ որ օրինակ որպես ձեռքբերում մենք ունեցանք դեկտեմբերի 24-ին արդեն հստակ համաձայնեցված մոդել 3 երկրների եւ մեր երկրի ղեկավարի մեջ։ Համար կապիտուլյացիա։ Դա իրոք ձեռքբերումը։ Վարդան Գրիգորյան, մի հարցել իմ կողմից Արտակ Զաքարյանին, գիտեք, որ այսօր ազգային ժողովի ձայներ հաշվող հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀԱԿ խմբակցության падգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Պատրաստ եք պաշտոնապես շնորհավորել ձեր գործընկերոջը ընտրվելու կապակցությամբ եւ չեղյալ ճանաչել ազգային ժողովի դեկտեմբերի 23-ի արտահայտ լիստի կեղծված քվեարկությունը։ Շնորհակալ եմ։ Կեղծված քվեարկություն չկա, քվեարկությունը կայացել է, ինչպես ես ասացի, օրենքին ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, իսկ փետրվարյան նստաշրջանի, երբ որ փետրվարի 3-ին, եթե չեմ սխալվում, գարնանային նստաշրջանի առաջին օրը ժամանակավոր հանձնաժողովը օրենքի սահմանված կարգով ձևավորվի եւ Տիկին Սարգսյանն էլ ընտրվի նախագահ, ես ինքս հաճույքով կշնորհավորեմ եւ կմաղթեմ բեղուն աշխատանք։ Վահե Մակարյան լրագրող, պարոն Զաքարյան, ձեր գործընկեր Արամ Մանուկյանը իր ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտաքին հարաբերություններում ճակերտների մեջ ձեռք բերած ձախողումների մասին։ Կխնդրեի դուք նշեիք ինչպես մի քանի ձեռք բերած կարևոր հաջողություն այս հարցում, այնպես էլ մի քանի օբյեկտիվ ձախողումներ։ Ուրեմն Աստված մի արասցե թե արտաքին քաղաքականության մեջ մենք ունենք ձախողումներ, որովհետև ըստ էության դա այն ոլորտն է, որտեղ մեզ սխալվելու իրավունք տրված չէ։ Եվ պարոն Մանուկյանը բնականաբար կարող է իր տեսանկյունից, իր պատուհանից ձախողումներ համարի տարբեր երևույթներ, բայց արտաքին քաղաքականության մեջ դասական առումով մենք առ այսօր ձախողում չենք ունեցել եւ
Աստված մի արասցե որ երբևիցե ձախողում ունենանք, որովհետև դա մեր համար, մեր տիպի երկրներին, փոքր պետություններին գտնվող ըստ էության մեր բարեկամները այդքան էլ շատ չեն իրական բարեկամները, գործընկերները իհարկե շատ են, բայց նաև մենք ունենք թշնամիներ եւ մեր թշնամիները սպասում են հենց մեր ձախողումներին։ Աստված մի արասցե որ մենք ձախողում չէ, բայց շատ-շատերի համոզմամբ ձախողում է անել ինչ ձախողում է։ Եվ պարմանության այստեղներ կուզեի հարցնել, իսկ որն է ձախողումը։ Դե ես էլ կարող եմ ասել, բայց ժամանակ չունենք։ Գրաչար Տելեմակյան, պարոն Զաքարյան, հնարավոր է 1 տարի հետո պարզվի, որ մենք հասարակ հարկատուներս եւս $300 միլիոն գազի պարտք ենք կուտակել։ Եթե ոչ, ապա ինչ երաշխիք ունենք, որ այդպես չի լինի։ Ուրեմն համաձայնագիրը հստակ արձանագրում է, որ առաջիկա 5 տարում Հայաստանի Հանրապետության համար գազի գների բարձրացում չի լինելու։ Համաձայնագիրը հստակ սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը Գազպրոմը պարտավորում է Հայաստանի Հանրապետության անխափան գազի մատակարարում եւ այլ նաեւ ձևավորում է, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով գազի տեղափոխում այլ տարածքներ։ Իսկ ինչ վերաբերում է գազի կուտակման համար, բնականաբար, եթե չենք վճարում սպառած գազի համար, այսպես թե այնպես յուրաքանչյուր քաղաքացի վճարել էինք, բացվեց կուտակել ենք, մարդու մտավախությունը հիմքեր ունի։ Անցած տարիների համար Հայաստանի Հանրապետությունն է հայտարարել, որ իր քաղաքացու համար չի բարձրացնում գազը, հետեւաբար Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ասել, որ գազը թանկացել էր, ես իմ քաղաքացու համար չեմ բարձրացնում։ Հայաստանի Հանրապետությունը ասում է, որ գազը չի թանկացել։ Դա Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է, 20%-ը ըստ էության բաժնեմաս Հայաստանի Հանրապետության կառավարության այսպես տնտեսական ռեսուրսներ, չէ՞։ Եվ իր քաղաքացիների գազը չթանկացնելու դիմաց 2 տարի հետո այդ տնտեսական ռեսուրսը հանձնում է դրա դիմաց ստանալով այլ երաշխիքներ։ Այսինքն ես զարմանում եմ, այս քաղաքական բաղադրիչը այլ է։ Քաղաքական բաղադրիչը հենց մեր անդիմախոսները փորձում են շահարկել։ Իրականում այդ 30 տարվա պատմությունը եւ մինչեւ 2043 թվականի դեկտեմբեր 31 դա որևէ բան չի նշանակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջները կիրառելու առումով, այդ թվում նաեւ դրացել ենք ժամանակը անցել ենք։ Շնորհակալ եմ զրույցի համար եւ ես էլ մաղթում եմ 2014-ը թող իրականում լինի ակնկալիքների, սպասումների, ձեռքբերումների, խաղաղ զարգացումների տարի, մեր երկրի համար շատ կարևոր տարի է լինելու։ Շնորհակալ եմ։ Սա երկրի հասարակագիրն էր, ես այսօր զրուցում էի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ։ Լավ մնացեք։